Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց հետաքրքրող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, հոբիներ, սննդակարգ, վաստակացանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք նաեւ այն իրավական ակտերը, օրենքները, որ ուղիղ առնչություն ունեն թիրախային այս խմբի հետ, այնպես որ նորթափ եւ կրշնչառություն վերսեք, այսօրվա իմ հյուրը Սոնա Բարսեղյանն է, նա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետն է, նորանշանակ պետն է, շնորհակալ եմ, Տիկին Սոնա, որ ժամանակ գտաք եւ հանդիպումը ձեր բազմազբաղ նոր սկսող առօրյայից չզլացաք եւ նաեւ երկրորդ շնչառությանը տրամադրեցիք մեզ լսում են հանրապետության հեռավոր մարզերում, տատիկները, պապիկները, ավագ սերունդը, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար եւ շատ ուրախ եմ ձեր տաղավարում այսօր գտնվելու կապակցությամբ։ Տիկին Բարսեղյան, մեր հանդիպման առիթը տարեց անձանց տրամադրվող խնամքի ձևերը, պայմանները, այսպես ասած, կարգերի փոփոխությունն է, որ արդեն ուժի մեջ մտավ նոյեմբերի 14-ից։ Նախ եւ առաջ ասենք, թե ինչ փոխվեց այս իրավական ակտով տարեցների խնամքի զբաղվածության նաեւ այս առումով։ Առհասարակ մենք գիտենք, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այսօր ունենք դեմոգրաֆիական ծերացման բավականին արագ տեմպեր։ Եվ ժողովրդագրական այդ ծերացման, բնակչության արագ ծերացման տեմպերով պայմանավորված բնականաբար առաջ է գալիս անհրաժեշտություն սոցիալական քաղաքականության վերանայման, համակարգված արդիականացման եւ այս կոնտեքստում հատկապես տարեցների ոլորտային քաղաքականության համատեքստում շատ կարեւորում ենք ավանդական ինստիտուցիոնալ խնամքի ձևաչափից անցումը կանխարգելիչ, համապարփակ, անհատականացված եւ մարդակենտրոն խնամքի ձևաչափի։ Եվ բնականաբար ցանկացած լավարկում, ցանկացած ռեֆորմ, բարեփոխում, ծառայությունների տրամադրման, ընթացակարգերի պայմանների, կարգերի հետ կապված բնականաբար բոլորիս հասկանալի է, որ սկսվում է հենց իրավական դաշտի լավարկումից։ Ու տվյալ պահին, այո, Եվ տվյալ պահին մեզ մոտ հենց տարեցների ոլորտում եւ պետական քաղաքականության առհասարակ մշակման ոլորտում շատ, այսպես ասած, ակտիվ շրջան է, որովհետեւ մեզ մոտ վերանայվում են իրավական ակտերը, փոխվում են տրամադրման չափորոշիչները, լավարկվում են, ինչով պայմանավորված բնականաբար արդեն շղթայական ռեակցիայի նման ծառայությունների թե որակն է լավարկվելու, թե տրամադրման մեխանիզմներն ու գործիքակազմը վերջերս 2025 թվականի նոյեմբերի 14-ին 16-14 որոշումը կառավարության ընդունվեց, որը հաստատում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի ձևերը, կարգերը, պայմանները։ Ըստ էության դրանից բխող մենք ունենք արդեն ենթաօրենսդրական ակտեր, որոնք վերաբերելու են խնամքի տրամադրման ձևերի արդեն ընթացակարգերի հաստատմանը, ձևաթղթերին, որովհետև մենք շատ կարևորում ենք այս բնագավառում առհասարակ ստանդարտացումը ընթացակարգերի եւ բնականաբար չափորոշիչներին վերաբերող ենթաօրենսդրական ակտերը, որոնք էլ, այսինքն կարգ ու պայման հաստատող իրավական ակտը մեզ մոտ արդեն ընդունված է, ձևաթղթեր եւ չափորոշիչներ սահմանող իրավական ակտերն էլ շրջանառման մեջ են գտնվում։ Ուզում եմ ասել, որ պետական լավը բան է փոխվելու։ Իհարկե, միանշանակ նպատակը հենց դա է՝ իրավական դաշտի լավարկման միջոցով ըստ էության հասնել մեր տարեցներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց տրվող խնամքի որակի բարձրացման, հասցեականության եւ հասանելիության բարձրացման եւ առհասարակ նրա իսկ այսպես ասած համապարփակ ամենակարևոր գլոբալ նպատակը առհասարակ պետության եւ պետական քաղաքականության իդեմս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական քաղաքականության բնականաբար մեր քաղաքացիների կյանքի որակի լավարկումն է։ Հատկապես խոցելի այս խմբի թիրախային այս խմբի մասնավորապես նրանց։ Նախնական զրույցում, երբ որ ես հարցեցի խնամք բառը, դուք ասացիք, որ խնամքը մենք շատ հաճախ ընկալում ենք շատ նեղ, եկեք այս իրավական ակտի համատեքստում եւ ընդհանրապես ասեն տարեցների խնամք ասվածը այս բառակապակցության ներքո ինչ կա։ Մնացած մասնագիտացումները հիմա չեմ նշի, բայց առհասարակ լեզվաբաններով ասեմ, որ առհասարակ ցանկացած բառ
ըստ էության ինքը ունի եւ նեղ իմաստներ, եւ լայն իմաստներ, պատմական զարգացման ընթացքում ըստ էության նրանք կարող են եւ վերաիմաստորել եւ ընդլայնվել։ Ես համարում եմ, որ տվյալ դեպքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց տրվող այդ խնամք ասվածը սոցիալական ինքը ըստ էության հենց սոցիալական աջակցությունն է իր լայն իմաստով, բառի լայն իմաստով, այսինքն դա պարզապես խնամքը չի մեր ժողովրդախոսակցական լեզվում ընդունված նշանակությամբ, դա շատ ավելի լայն հասկացություն է։ Խնամքը դա ասենք օրինակ մեր շուրջօրյա խնամքի կենտրոններում այսօր խնամք է տրվում, բայց խնամքը դա առհասարակ եւ սոցիալ-հոգեբանական եւ սոցիալ-վերականգնողական աջակցությունն է, եւ իրավական խորհրդատվությունն է, եւ զբաղվածությունն է, եւ առօրյա կենցաղային կարիքներ հոգալն է, եւ կյանքի համար անհրաժեշտ առհասարակ ամեն բանով, բոլոր պարագաներով ապահովելը, այսինքն խնամքը ինքը շատ բազմաբովանդակ, այսպես ասած, հասկացություն է, ներառում է իր մեջ ամեն բան առհասարակ։ Վերջին հաշվով կյանքի որակ, ինչպես ասացիք, այստեղ է որ խնամք ասելով երբեմն մենք ինչ ենք պատկերացնում, մարդիկ ինչ են հասկանում, որ անկողն գանված մի տարեց մարդ, որին պիտի պարտադիր հոգալ այդ ամենադժվար մասերը, էլի այսպես ասենք, բայց խնամք, ինչպես արդեն նշեցինք, նկատի ունենք նաև զբաղվածությունը, կոգնիտիվ ֆունկցիաները, կյանքի որակը, թատրոն գնալը, չէ, նաև ինչ որ այս ամբողջն է, որ լավ կլինի, որ մարդիկ երբ որ ասում ենք տարեցներին խնամել, ծնողին խնամել, նկատի չունենանք, որ միայն հիվանդանա, ձեռքից ոտքից ընկնի, անկողնի նոր խնամենք, այսինքն խնամելը նշանակում է նաև ուղիներ ցույց տալ, մենք շատ ենք սիրում ասել, երկրորդ շնչառություն վերցնելու, նաև այս համատեքստում դիտարկենք, հա, հարազատին խնամելը, ավակ սերնդին խնամք տանելը։ Իհարկե, միանշանակ, այսինքն մեր խնդիրն է այսօր խնամքը տրամադրելով ոչ միայն լուծել արդեն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձի խնդիրները, այլև խնամքը ինքը նաև կանխարգելիչ բնույթ պետք է գրի, այսինքն խնամքի համատեքստում իրականացվող ցանկացած միջոցառում ծրագիր պետք է ունենա նաև կանխարգելիչ պրոֆիլակտիկ այդ կոմպոնենտը ներառի իր մեջ, այսինքն կանխենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկերը ըստ էության։ Հրաշալի ասված։ Կոնկրետ այս իրավական ակտը ինչ փոփոխություն, ինչ նորարարություն է բերում ձևաթղթերից սկսած, դուք ասացիք, որ այլ տվյալներ պիտի հաշվի առնվեն, նոր ձևաթղթեր են, նոր կարգեր են, մարդկանց բարձ հասանելի լեզվով ինչ է փոխվելու նրանց համար դեպի լավը։ Այս իրավական ակտի կարգավորման առարկան արդեն նշեցի խնամքի տրամադրումն է, ընթացակարգը, խնամքի ձևերը, պայմանները, ըստ էության իրավական ակտում ուրեմն տարբերակվում եւ առանձնացվում է խնամքի 4 ձև, այսինքն խնամքը տնային պայմաններում, խնամքը ցերեկային կենտրոններում, խնամքը համայնքային փոքր տներում եւ խնամքը շուրջօրյա խնամքի կենտրոններում առանձնացվում առանձին, այսինքն անդրադարձ է կատարվում այդ բոլոր ձևերի տրամադրման ընթացակարգերին, պայմաններին, փորձում ենք ավելի, որովհետև ըստ էության ուղեգրումը ցանկացած խնամքի ձևի իրականացվում է միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ուղեգրի միջոցով, այսինքն այս շրջանակում մենք փորձում ենք նաև այդ ընթացակարգերը ստանդարտացնել, ավելի պարզեցնել, որպեսզի շահառուները, խնամք հայցող մեր քաղաքացիները դժվարությունների չբախվեն ըստ էության այդ ամբողջ գործընթացի ընթացքում խնամքի տրամադրման, որովհետև դա խնամքի տրամադրման գործընթացը ըստ էության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն դիմելն է, փաստաթղթերի փաթեթ։ Եկեք օգտվենք առիթից եւ քայլ առ քայլ հիշեցնենք քաղաքացիներին։ Այո, այսինքն ըստ էության մեր քաղաքացիները եթե անհրաժեշտության դեպքում, կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկերի դեպքում որևիցե խնամքի ծառայության դիմելու նպատակով պետք է դիմեն միասնական սոցիալական ծառայության իրենց բնակության տարածքային կենտրոնը, իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, բնականաբար ներկայացնելով դիմումը կոնկրետ խնամքի ձևի
Եվ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը բավականին պարզեցված է, ինքը դժվարություն չի սահմանում, այսինքն դժվարություն չի ներկայացնում այդ փաստաթղթերի փաթեթը պատրաստելը, իմիջիայլոց հիմա նպատակը ինչումն է, որ թվային 21-րդ դարում իհարկե թվայնացումը առհասարակ ցանկացած գործընթացի կարևորագույն, այսպես ասած, բաղադրիչ է, գործընթացների օպտիմալացման, ժամանակ խնայելու, արդյունավետության ապահովման նպատակով, եւ բնականաբար մեր խնդիրը այսօր հենց այն է, որ այդ փաստաթղթերի փաթեթը պատրաստելիս հնարավոր լինի շատ բաներ թվային համակարգի միջոցով արդեն այլ գերատեսչություններից, այլ մարմիններից թվային եղանակով ստանալ եւ այլևս դիմումատոներին չծանրաբեռնել, այսինքն այդ մասին պետությունը եւ պետական քաղաքականությունը իդեմս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւս աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ դիմումը ներկայացնելուց եւ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո արդեն մեր միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողները իրականացնում են 10-օրյա ժամկետում կարիքների գնահատում, վեր են հանում սոցիալական կարիքները եւ ըստ էության ըստ այդ սոցիալական կարիքի գնահատման արդյունքների արդեն կայացվում է որոշում կամ խնամքի մերժման վերաբերյալ կամ խնամքի ուղեգրման տրամադրման ինչ տրամադրման Տիկին Բարսեղյան իմ պրակտիկայում հաղորդման շրջանակում մյուս գործի բերումով անընդհատ բախվում եմ հետեւյալ խնդրին ինձ զանգում են զավակներ մեր տարիքի մի քիչ մեծ եւ ասում են մայրս հայրս հիվանդ է դեմենցիա ունի կամ չունի ինչ անեմ ուր տանեմ Ես երբեմն ստիպված եմ լինում մի քիչ այս հարցին ավելի կոշտ պատասխանել ասելու որ ուր տանես եթե ունի զավակ կարող ես պահել, պիտի հոգ տանես եւ երբեմն ասում եմ իսկ քեզ երբ որ դու փոքր էիր եւ հիվանդ էիր, քեզ ուր տարավ քո ծնողը, ոչ մի տեղ պահեց։ Ուզում եմ այս երևույթին շատ է պատահում։ Այս վերջերս էլ համացանցում կար շատ է լինում տարեց մարդիկ խոցելի իրավունքների երբ որ ասում ենք ընտանեկան բռնություն շատ հաճախ զոհ են լինում հիմա ձեր խոսքը ուղեք զավակներին որ դեպքում արդյոք կարող է զավակը չափահաս աշխատունակ զավակը դիմել եւ խնդրել պետությանը կամ այլ կազմակերպությանը հոգ տանել իր ծնողի մասին ծնողի համար Ցավոտ հարց է, բայց պիտի խոսենք այս մասին։ Այո, ցավոտ հարց է, ես ոչ թե դիմել, այլ այսպես ասած իմ դիրքորոշումը այս հարցում ներկայացնեմ։ Առհասարակ ես արդեն նշեցի, որ այ ժողովրդագրական ծերացման տեմպերով պայմանավորված մենք սոցիալական քաղաքականության վերանայման կարիք միշտ ունենք, արդիականացումը դա շարունակական process է, շարունակական գործընթաց։ Այս համատեքստում ես նշեմ ձեր ասածի նաև առնչությամբ որ այսօր մեր մոտեցումը եւ դիրքորոշումը այսպիսին է ապա ինստիտուցիոնալացում կարևոր կոմպոնենտը տարեցների ոլորտում սոցիալական քաղաքականության մշակման այսինքն մենք ցանկանում ենք եւ փորձում ենք ու ձգտում ենք անել ամեն բան տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին իր համայնքում, իր ընտանիքում պահելու եւ այսպես ասած aging in place կոնցեպտը կյանքի կոչելու համար այդ ուղղությամբ պետությունը ինչ է անում պետությունը հենց չափորոշիչներ է լավարկում այսինքն օրինակ տնային խնամքի ծառայությունները մենք փորձում ենք ընդլայնել ծավալները ավելացնել հաճախականությունը մասնագետների աշխատանքների որպեսզի նմանատիպ դեպքերում եւ ընտանիքների անդամներին եւս հնարավորություն ընձեռվի աշխատել, այսինքն թեթևացնել որոշակիորեն նրանց հոգսը, որպեսզի հնարավորություն լինի կիսել նրանց հոգսը, այսինքն պետությունը փորձում է հենց այդ չափորոշիչների լավարկման, իրավական դաշտի ռեֆորմների միջոցով լավարկել ծառայությունների որակը, նաև լուծել տեղաբաշխվածության այդ անհամաչափ տեղաբաշխվածության խնդիրները, որպեսզի հնարավոր լինի, այսինքն կյանքի կոչել այդ համայնքում մնալու եւ ընտանիքում, համայնքում ծերանալու, այսպես ասած, կոնցեպտը, այո, որովհետեւ դա այսօր
կարևորագույն, այսպես ասած, պաստուլատներից է մեր քաղաքականության։ Հետաքրքիր է, որ ձեր պատասխանը ներառեց նաև մյուս կողմի, այսպես ասած, դժվար իրավիճակում հայտնած խնամատար ընտանիքի, խնամող ընտանիքի հարազատների դիրքորոշումը, որովհետև իրենց հիմնավորումն էլ այն է, իրենք էլ են դժվար իրավիճակում, իրենք էլ ասում են, եթե ես խնամում եմ, ես աշխատանքի չեմ կարող գնալ, չեմ կարող միջոցներ հայթայթել, այսինքն այս առումով ընտանիքներն էլ կարծես թե օգնության կարիք ունեն եւ պետությունը լավ է, որ պետությունը արդեն գնում է այն ճանապարհով, որ նաեւ ընտանիք խնամող ընտանիքին էլ տրամադրի աջակցություն։ Իսկ միայնակ տարեցների Ես այդ առումով ներեցեք մի բան էլ նշեմ, որ պատահական չէ, որ մեր օրինակ ցերեկային կենտրոններում խնամք ունենք, խնամքի ձև ցերեկային կենտրոններում տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար պատահական չէ, որ այստեղ սոցիալ-հոգեբանական, իրավական խորհրդատվությունն ու աջակցությունը տրամադրվում է ոչ միայն շահառուներին, այլև ընտանիքի անդամներին, հասկանալով, որ նրանց եւս շատ հաճախ պետք է եւ հոգեբանական աջակցություն եւ առհասարակ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի հետ շփվելու, վարվելու հմտություններ։ Հրաշալի է։ Մեզ լսում են նաև տարեց անձինք, ովքեր որ թիրախում են ձեր, այսպես ասած, ամիջական շահառուներն են, իրենց ինչ ունեք ասելու, երկրորդ շնչառություն վերցնելու, ծերությունը վայելելու, կյանքը իսկապես մոտեցման առումով, մշակույթի փոփոխության առումով, այսպես չծերանալու, մնալու, պայմանական ասենք բեր դառնալու, այլև ակտիվ ծերության մղելու առումով ինչ ունեք ասելու Տիկին Մարսեղյան։ Ուրեմն այստեղ էլի գանք մեր սոցիալական քաղաքականությանը ոլորտային, դա շատ կարևոր է, որովհետև ըստ էության ամեն ինչ հենց այդտեղից էլ սկսվում է։ Ես նշեցի, որ կարևորագույն կոմպոնենտ է ապաինստիտուցիոնալացման տեսլականը եւ առհասարակ այդ կոնցեպտը, եւ երկրորդ կարևոր հիմնակարային, այսպես ասած, կոնցեպտը մեր տարեցների ոլորտում քաղաքականության մշակման, դա ակտիվ երկարակեցությունն է։ Ակտիվ երկարակեցության տեսլականը ընդհանրապես Այսինքն նպատակն է ակտիվ, առողջ եւ արժանապատիվ ծերության պայմանների ապահովումը մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար, նրանց պետության սոցիալ-տնտեսական կյանքում ներգրավվածությամբ եւ նրանց ներուժի ավելացմամբ։ Մեր խնդիրը այսօր իրոք ես երևի չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ ըստ էության տարեց այսօր մեր սահմանադրությամբ համարվում է 65+ անձը։ Բայց ըստ էության 65+-ը հաշվի առնելով մեր օրերը առհասարակ անձամբ ես համարում եմ, որ դա ձեր ասած երկրորդ շունչն է, երկրորդ կյանքը դեռ նոր է սկսվում, այնպես որ այո, ըստ էության պետք է ամեն բան անել, իրենք էլ ընկալեն, որ 65-ում եւ հենց գաղափարական տեսանկյունից ակտիվ երկարակեցությունը այ նմանատիպ հաղորդումների, արշավների միջոցով դարձնել հասարակ սովորական եզրույթ, կենսաձև, այո, եւ առհասարակ հասարակ եւ սովորական եզրույթ օգտագործման տեսանկյունից, հենց եզրույթը լեզվում օգտագործելու, խոսքում օգտագործելու տեսանկյունից եւ բնականաբար արդեն գործնականում պրակտիկ դաշտում ակտիվ երկարակեցությանը ուղղված միջոցառումների եւ ծրագրերի իրականացման տեսանկյունից։ Այո, մեր խնդիրը այսօր տարեց մեր քաղաքացիների համար արժանապատիվ ծերության պայմաններ, խթանել զբաղվածությունը, որովհետև էլի վերադառնամ ժողովրդագրական ծերացման այդ հանգամանքին, այս պարագայում մեզ համար շատ կարևոր է նաև տարեցների ինտելեկտուալ եւ պրոֆեսիոնալ ներուժի երկարատև եւ կայուն իրացմանը նպաստելը, որովհետեւ ըստ էության վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալներով այսօր Հայաստանի Հանրապետությունում շուրջ 540,000 տարեց է բնակվում։ Դա բնակչության բավականին ահռելի, այսպես ասած, մոտենում են 30%-ին է կազմում եւ հաշվի առնելով տեմպերը մեր դեմոգրաֆիական ծերացման, բնականաբար տարեց տարի այդ տոկոսային հարաբերությունը, այդ տոկոսը ավելի աճելու է։ Այս պարագայում հարկավոր է այդ մեջ ավանդական երբեմն կաղապարված մոտեցումից, որ տարեցին անհրաժեշտ է միայն խնամք եւ մենք տարեցին դիտարկում ենք որպես խոցելի խմբի ներկայացուցիչ, մի քիչ հետ կանգնել եւ հասկանալ, որ տարեցը իր փորձով, իր հմտություններով, իր փորձառությամբ բնականաբար դեռ երկար տարիներ պետք է ծառայ եւ կարող է ծառայել հասարակությանը եւ նրա պոտենցիալը պետք է օգտագործել, այսինքն հնարավորությունն է, այո, անպայման։
ինչպես արդեն ասացիք, եւ մեկ էլ մի բան ընդհանուր պետությունը նաեւ լիազորություն ունի, այսպես ասած, քարտեզագրման ծառայությունների, արդյոք դաշտում աշխատող կազմակերպությունները արդյոք նման խնդիր այսօր դրել է նախարարությունների առաջ, որպեսզի տեսնի թե քանի կազմակերպություն կա, որ ոլորտներում, որ ուղղություններով են աշխատում, որ մարզերում են աշխատում, որպեսզի բոլորը երկրում 65 եւ ավելի տարեկանները ունենան հնարավորություն օգտվելու ծրագրից, այսինքն որոշակի ուղղորդում արվի, որպեսզի ցակուցրիվ չգործենք, ինչպես մեր նախորդող զրույցում ասացիք, որ կա այսպիսի խնդիր, որ երբեմն իրարից տեղյակ չենք լինում։ Բնականաբար, մենք որպես ոլորտային քաղաքականություն մշակող մարմին բնականաբար իդեմս մի շարք այլ այսպես ասած field worker-ի, հետազոտական աշխատանքների, վերլուծական աշխատանքների, մոնիթորինգի եւ այլն, այդ թվում ձեր ասված այս տեղաբաշխվածության հետ կապված խնդիրները բնականաբար մեր մշտական ուշադրության տակ են։ Այո, կա այսօր օրինակ եթե անդրադառնանք հիմա տնային պայմաններում խնամքին, առհասարակ պետության հետ համագործակցության շրջանակում եւ դրամաշնորհային, այսինքն պետության հետ դրամաշնորհային պայմանագրերի շրջանակում գործող կազմակերպությունները, առհասարակ այսօր տնային խնամքի ծառայություններ տրամադրում են հանրապետության բոլոր մարզերում, բացառությամբ Վայոց ձորի մարզի։ Այո, մեզ համար դա առաջնային է ներդնել նաեւ այդ ծառայությունը Վայոց ձորի մարզում։ Նախորդ տարիներին օրինակ պարտադիր դրամաշնորհային մրցույթներին Վայոց ձորի մարզը առանձին նշվում է, ինչպես եւ այս տարի, եւ մենք հուսանք, որ կգտնվեն հասարակական կազմակերպություններ, որոնք կստանձնեն այդ պարտականությունը եւ այդ աշխատանքը իրականացնելու, այսպես ասած, պատասխանատվությունը։ Դա բնականաբար շատ կարեւոր է։ Եվ հետո մարզային, այսպես ասած, բաշխվածության խնդիրները լուծելուց հետո մեզ համար առաջնային եւ կարեւոր է համայնքային մակարդակում արդեն տեղաբաշխվածության այդ անհավասարությունների մեղման գործընթացը իրականացնել։ Այո, ըստ էության այս եւ նախորդ տարիներին եւ ամեն տարի մենք փորձում ենք հնարավորինս ընդլայնել ծառայությունները, շահառուների թիվը ծառայություն ստացող, հուսամ, որ եկող տարին 2026 թվականին եւս տնային խնամքի ծառայությունների մասով շահառուների թվի աճ ունենք ըստ էության եւ ընդլայնում ծառայությունների։ Նաեւ աշխարհագրությունը կփակենք այո, հուսանք, որ այդ բաշխվածության հետ կապված խնդիրներն էլ կկարողանանք լուծել, ամեն դեպքում նախարարության կողմից այո արվում է ամեն հնարավոր բան այդ անհամաչափությունների բաշխվածության մեղմելու համար։ Կարևոր ուշադրության կենտրոնում է։ Շնորհակալ եմ Տիկին Բարսեղյան, որ եկաք, որ գոնե այս միրավական ակտի մասով մենք կարողացանք մարդկանց պատշաճ իրազեկել, ուղղորդել, նաև կոչ անել, որ մտածողությունն էլ փոխեն, որովհետև կարող են լուծումներ առաջարկվել վերևից, բայց եթե մասնակցող չկա, եթե դրանց կարևորությունը գիտակցող չկա, դա էլ արդեն մի ուրիշ խնդիր է, որ պիտի, այսինքն սիմբիոզի մեջ գործի պետությունը եւ շահառուները տվյալ դեպքում տարեցները։ Եվ այստեղ շատ կարևոր է նշել, որ ոչ միայն նախարարությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ տարեցները պետքա ձեր ասած սիմբիոզի մեջ գործեն, այլև շատ կարևոր է էլի մեր ասած ու նշած ակտիվ երկարակեցության, ապա ինստիտուցիոնալացման համատեքստում շատ կարևոր է ապահովել նաև միջգերատեսչական համագործակցությունն ու սիներգիան այդ գործողությունների, որպեսզի մեր գործողությունները շատ ավելի էֆեկտիվ լինեն։ Կանց առողջապահության նախարարությունը համայնքները հուսանք, որ առաջիկա տարիներին կարձանագրենք սա արդեն։ Շնորհակալություն այս հանդիպման ու հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ ձեզ հրավերի համար։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ, առողջ ու երկար կյանք եմ մաղթում։